Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօրվա մեր եթերը կրկին դեղորայքային տեղեկատու հաղորդաշարի շրջանակներում է լինելու, որովհետև քանի որ գտնվում ենք սեզոնային անցման մեջ, տարածված են սուր շնչառական վիրուսներ, գրիպ, հարբուխ, կոկորդի ցավ ու զանազան նմանատիպ երևույթներ, այսօրվա հաղորդաշարը նույնպես նվիրվում է էլի շատ կարևոր դեղամիջոցի, որը իր լայն տարածումը գտել է արդեն շատ երկար տարիներ, թե դեղագործական շուկայում, թե սպառողների շրջանում։ Խոսքը նուրոֆենի մասին է, սիրելի հետևորդներ։ Նուրոֆենը, եթե ոչ ամենահայտնի, ապա ամենահայտնի դեղամիջոցների շարքին է պատկանում, եթե չասենք, որ ամենահայտնին է։ Ներկայումս դեղատներում, հատկապես մայրիկների շրջանում, ովքեր փոքրիկ բալիկներ ունեն, այն անձինք, ովքեր օգտագործում են նուրոֆենի օշարակը, բոլորիդ հայտնի սուսպենզիան։ Ես այսպես ժողովրդի բառով ասեմ, որ ձեր համար ավելի պարզ լինի։ Ամենահաճախակի լսվող նախադասությունը դեղատանը հետևյալն է. բարև ձեզ, ինձ տվեք նուրոֆենի մանկական սուսպենզիա։ Այսպես են դիմում հիմնականում հաճախորդները դեղատան աշխատակիցներին։ Սիրելի հետևորդներ, պետք է ասեմ, որ նուրոֆենը շատ տարածված դեղամիջոց է Հայաստանում, Հայաստանից դուրս, բայց հատկապես, քանի որ մենք այսօր խոսելու ենք հենց օշարակի, հենց սուսպենզիայի մասին, դեղակախույթի, այսպես է կոչվում, շատ անվանումներ ունի, բայց եկեք սուսպենզիայով դիմենք, որովհետև մարդկանց շրջանում այն ամենահայտնի բառն է տվյալ դեղաձևի համար։ Քանի որ խոսելու ենք միայն սուսպենզիայի մասին, հատկապես մանկական պրակտիկայում, դրա համար ես այսօր ավելի կոմպակտ կդարձնեմ մեր տեսանյութը եւ կխոսեմ մենակ հենց իր ազդեցության ու ցուցման մասին։ Ինչու, որովհետև նուրոֆենի ազդող նյութը իբուպրոֆենն է, նուրոֆենը եւ իբուպրոֆենը բացարձակ նույն դեղն են, նույն ուրեմն քիմիական կառուցվածքը, ամեն ինչը նույնն է, ինքը նույն իբուպրոֆենն է, պարզապես առևտրային անվանումը այդ տվյալ արտադրողը առևտրային անվանումը դրել է նուրոֆեն։ Քանի որ խոսելու ենք օշարակի սուսպենզիայի մասին, այսօրվա մեր թողարկումը կլինի միայն ցուցման ու ընդունման կարգի մասին։ Իբուպրոֆենը, սիրելի հետևորդներ, ունի բազմաթիվ կողմնակի երևույթներ ու հակացություններ, բայց ուշադիր լսեք, ուրեմն այս հաղորդաշարի իմ խոսքերը, որպեսզի հետո ձեր մոտ մութ հարցեր չմնան։ Քանի որ իբուպրոֆենը ունի շատ կողմնակի երևույթներ ու հակացություններ, այս դեպքում, մանկական նուրոֆենի դեպքում, որի մասին ես հիմա ավելի մանրամասն կխոսեմ ձեզ համար, կողմնակի երևույթները հասցված են մինիմումի, որովհետև այն կոնկրետ կիրառվում է մանկական պրակտիկայում երեխաների շրջանում սկսած 3 ամսեկանից մինչև 12 տարեկան։ Ինչպես արդեն ասացի, սիրելի հետևորդներ, նուրոֆենի ազդող նյութը համարվում է իբուպրոֆենը։ Իբուպրոֆենը որպես դեղաձև թողարկվում է դեղահաբերի տեսքով, կապսուլաների, մոմիկների, սուսպենզիայի, այս վերջերս արդեն սկսել են արտադրել քսուկներ, գելեր, նրբաքսուկներ եւ այլն։ Կոնկրետ նուրոֆենի մանկական օշարակը, մանկական սուսպենզիան կիրառվում է սկսած 3 ամսեկանից մինչև 12 տարեկան ընկած երեխաների այդ տարիքի շրջանը։ Այն ունի ցավազրկող, հակաբորբոքային ու ջերմիջեցնող ազդեցություն։ Մեր մայրիկները մանկական պրակտիկայում 90% դեպքերում նուրոֆենը օգտագործում են որպես ջերմությունը իջեցնող լավագույն դեղամիջոց կամ լավագույն դեղամիջոցներից մեկը, որովհետև շուկայում բացի նուրոֆենից էլի ունենք լավ տարբերակներ, որոնք երեխաների ջերմությունը հրաշալի կերպով իջեցնում են։ Սիրելի հետևորդներ, մինչև ընդունման կարգին անցնելը պետք է ձեզ ասեմ, որ նուրոֆենի մանկական օշարակը ամենաանվտանգներից մեկն է համարվում, եթե ցանկանում եք ձեր երեխայի ջերմությունը իջեցնել հենց այս դեղամիջոցով։ Կան շուկայում էլի շատ դեղամիջոցներ, որոնք նախատեսված են ջերմությունը իջեցնելու համար եւ մոմիկների եւ օշարակների տեսքով, լավ թե վատ արդեն կախված է երեխայի օրգանիզմից, արդեն կախված է ուրեմն կենսամատչելիությունից։ Բալիկներ կան, որոնց համար նուրոֆենը անփոխարինելի դեղամիջոց է համարվում եւ իր երեխայի ջերմությունը շատ լավ իջեցնում է։ Ունենք մայրիկներ, որոնք մեր հաճախորդներն են եւ երբ որ գալիս են դեղատուն, ասում են, որ գիտեք նուրոֆենը տվել եք, ճիշտ է, իջեցրել է ջերմությունը, բայց քիչ է պայել, այսօր եկել եմ ուրիշ դեղամիջոց տանեմ։ Սա նույնպես նորմալ է, սիրելի հետևորդներ։
Քանի որ դեղը ինքը շատ ինդիվիդուալ է համարվում, ինչպես եւ մարդու օրգանիզմը։ Դրա համար նույն դեղը կարող է, ենթադրենք, 2 հոգու տվել եք, մեկին օգնում է շատ լավ, մյուսին քիչ է օգնում կամ ընդհանրապես չի օգնում։ Սա նորմալ է, սիրելի հետևորդներ, պետք չէ մտածել, որ դեղը վատն է։ Իրականում նորոֆենը եւ իր արտադրող գործարանը բազում արտադրանքներ է տվել ու շարունակում է տալ, որոնք այսօրվա դրությամբ դեղագործական շուկայում արդեն համաշխարհային, ոչ թե միայն Հայաստանի, համաշխարհային դեղագործական շուկայում զբաղեցնում են top 10 շրջանակներում իրենց ուրույն տեղը, թե որպես դեղորայք, թե սպառողների շրջանում։ Այնպես որ, սիրելիներս, եթե ընտրություն եք ուզում կատարել երեխային ջերմիջեցնող տալ նորոֆեն, թե ոչ, ես միանշանակ կասեմ, որ ճիշտ ընտրություն եք կատարում, եթե վերցնում եք նորոֆենի օշարակը։ Եթե իջեցնում է երեխայի ջերմությունը ու պահում է հրաշալի կերպով, կարիք չկա դեղը փոխելու։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով դեղը երեխան լավ չի ընդունում, օրգանիզմը չի ընդունում, կամ ընդհանրապես այս դեպքում ձեր երեխային նորոֆենը չի օգնում, հանգիստ կարող եք փոխարինել մեկ այլ դեղամիջոցով։ Բայց համոզված եմ, որ սպառողների 70-ից 80%-ը հաստատ այս դեղամիջոցից գոհ են։ Հիմա անցնենք ընդունման կարգին, սիրելի հետևորդներ։ Ուրեմն, ինչպես ասացի, մանկական նորոֆենը ցուցված է 3 ամսեկանից մինչև 12 տարեկան ընկած երեխաների տարիքային շեմին։ 3-ից մինչև 6 ամսեկան երեխաներին թույլատրվում է կիրառել 2.5 մլ-ից օրական 3 անգամ 24 ժամվա ընթացքում։ Սիրելի հետևորդներ, եթե նորոֆենի օշարակը գնել եք, հաստատ տեսել եք, որ տուփի մեջ դրված է չափման ներարկիչը, հայերեն այդպես է կոչվում, ռուսերեն մերնի շպրիծ, այդպես են ասում, հայերեն թարգմանաբար նշանակում է չափման ներարկիչ։ Այդ չափման ներարկիչի վրա նշված են թվերը, որոնք իրարից տարանջատվում են միլիլիտրերի գծիկներով։ Եթե ձեր երեխան 3-ից 6 ամսեկանի շրջանակում է գտնվում, ուրեմն դուք տալիս եք 2.5 մլ-ից օրական 3 անգամ։ Նորոֆենի շշի մեջ ոչինչ չեք խառնում, ոչ ջուր եք ավելացնում, ոչ յուտ, ոչ կաթ, առհասարակ ոչինչ, որովհետև դեղաձևը գտնվում է պատրաստի վիճակում։ Ներարկիչով քաշում եք ձեր երեխայի համար նախատեսված չափաբաժինը եւ լցնում եք երեխայի բերանի մեջ, այնուհետև երեխան դա պետք է կուլ տա, կուլ տալուց հետո փոքրիկ ջրի ընդունումը իհարկե կարելի է, բայց ոչ շատ մեծ չափաբաժնով։ 6-ից 12 ամսական երեխաներին թույլատրվում է դարձյալ 2.5 մլ-ից արդեն օրական 3-ի փոխարեն 4 անգամ։ 1 տարեկանից մինչև 3 տարեկան երեխաներին թույլատրվում է 5 մլ-ից օրական 3 անգամ։ 4-ից մինչև 7 տարեկան երեխաներին թույլատրվում է 7.5 մլ-ից օրական 3 անգամ։ 7-ից 9 տարեկան երեխաներին տալիս եք 10 մլ-ից օրական 3 անգամ։ Եվ ամենավերջին տարիքային շեմը նորոֆենի դեպքում մանկական 10-ից 12 տարեկան երեխաներն են, արդեն տալիս եք 15 մլ-ից օրական 3 անգամ։ Սիրելի հետևորդներ, մանկական նորոֆենի մասին այսօրվա տեսանյութը այսքանն էր։ Մենք մի փոքր ավելի ուշ ուրեմն նկարահանելու ենք արդեն իբուպրոֆենի մասին տեսանյութ, որովհետև իբուպրոֆենը սարսափելի վաճառք է ապահովում դեղատներում, այդպիսի օր չկա, որ դեղատանը իբուպրոֆեն չվաճառվի, եւ իբուպրոֆենի ոչ միայն մի տեսակը, այլ բոլոր տեսակները եւ բոլոր դոզաները։ Ինչպես արդեն ասացի տեսանյութի սկզբում, նորոֆենը նույն ինքը իբուպրոֆենն է, որը ունի շատ հակացուցումներ եւ կողմնակի երևույթներ, բայց եւս մեկ անգամ կրկնում եմ, մանկական նորոֆենի դեպքում այս ամենը հասցված է մինիմումի, այնպես որ հանգիստ կարող եք կիրառել ձեր մանկական պրակտիկայում։ Իսկ իբուպրոֆենի մասին առավել մանրամասն դեղաձևերով, դեղաչափերով, ընդունման կարգով, հակացուցումով ու կողմնակի երևույթների առկայությամբ տեսանյութը կլինի արդեն մի քանի շաբաթից։ Լավ մնացեք, իսկ մենք դեռ էլի կհանդիպենք։